Նոյան տապան հյուրն է քաղաքական վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, զրուցելու ենք տեսակապով, պարոն Չիբուխչյան, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մեր զրույցը սկսենք թրիփի վերաբերյալ վերջին հայտարարությունից, որը ըստ էության հրապարակվեց Միրզոյան, Ռուբիո վերջին հանդիպումից եւ բանակցություններից հետո։ Այդ փաստաթղթում ընդգծվել է Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային եւ մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են եւ անքննելի։ Սրանով հանդերձ Երևանը ԱՄՆ կառավարության վերահսկողության տակ գտնվող հատուկ ընկերությանը երկարաժամկետ բացառիկ իրավունքներ է տրամադրելու երթուղու նկատմամբ, որը Սյունիքի մարզով Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ։ Այս հայտարարության հետ կապված ձեր դիտարկումները, վերլուծությունը, նաև քննադատություն կա, որ ամերիկյան կողմին տրվել է բաժնեմասերի մեծ չափաբաժինը 74%, իսկ Հայաստանին 26%, պաշտոնական մեկնաբանությունն ու բացատրությունն այն է, որ դա պայմանավորված է ամերիկյան ներդրումներով, տրամաբանական է եւ 49 տարի հետո, երբ ամերիկյան կողմը ստանա իր շահույթը, այսինքն ներդրումները հետ վերադառնան ֆինանսի տեսքով, ապա բաժնեմասերի այդ հարաբերակցությունը կփոխվի։ Կխնդրեմ ձեր ընդհանուր դիտարկումները, վերլուծությունը։ Տեսեք, եթե մենք խոսայինք իդեալի մասին, այդ ճանապարհը պետքա ենթադրենք, եթե Հայաստան լիներ ուժեղ պետություն, պետքա վերահսկեր Հայաստանը, ոչ մի թրիփ պետքա չլիներ, սա իդեալի մասին ենք խոսում, բայց մենք պետքա ելնենք այն իրավիճակից, որ ունենք, իսկ իրավիճակը հետևյալն է։ Հայաստանը պարտվել է պատերազմում, Հայաստանը 35 տարի արդեն սխալ քաղաքականություն ա վարում, արտաքին սխալ քաղաքականություն ա վարում, ուրեմն եւ այս շարունակում է կախված մնալ Ռուսաստանից եւ խորը կախվածության մեջ մնալ։ Հիմա ինչ որ տենց խաղեր են փորձում տալ արևմուտքի հետ ինչ որ բան փոկելու համար, բայց մտադրություն փոկվել Ռուսաստանից էլի չկա, դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ որ, այսինքն այն ինչ որ կանխատեսում են, իրանք մտել էին process-ի մեջ, ուզում էին Ռուսաստանին ներգրավեին, ինչը երեք օրինակ Զատուլինը ասաց, այդ մասին խոսենք, եթե բան լինի, որ այսինքն իդեալի այս ռեգիոնալիստ իշխանությունների համար իրենց համար կարևոր է, որ բոլորը ներգրաված լինեն, եւ Իրանը, եւ Ռուսաստանը ոչ մեկ խնդրեմ չունենա, բայց մենք զգուշացնում ենք, որ այդպես լինել չի կարող։ Այսինքն ի սկզբանե ես դեմ չեմ, եթե կարողանային այդ բոլորին միավորեին, ինչ որ, չգիտեմ, երկրի զարգացման համար իդեալական ինչ որ նպաստավոր պայմաններ ստեղծեին, աշխարհական վիճակը նպաստավոր լիներ, ես կասեի շատ լավ, ճիշտ է, հիմա պետքա բոլորին ներգրավել, բայց զգուշացնում ենք, ասում ենք մենք գտնվում ենք այն վիճակում, որտեղ հնարավոր չի։ Մենք իզոլացիայի մեջ ենք եւ թրիփը այս իրավիճակում եկավ օգնության ինչ իմաստով։ Միակ տարբերակն էր, որ մեզ հնարավոր էր այս պահին հանել իզոլացիայից, որտեղ սխալը սխալի հետևից եւ կարծես process-ը սկսեցին թուրքերը, ադրբեջանցիները շարունակեցին, իրենք մեծ ակնկալիքներ ունեին, բայց Միացյալ Նահանգներում տեղի ունեցավ փոփոխություն, այսինքն երբ որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում էին բենեֆիտներ ունենալ, իրենք տանային հայերին, իրենք տեսեք միջև հիմա ուշադրություն դարձրեք, Ալիևն ու Թուրքիան ոնց են, հատկապես Ալիևը ոնց է ներկայացնում, որ մենք արեցինք այս process-ը, մենք էինք այս խաղաղության, հայերին ստիպեցինք, տարանք Միացյալ Նահանգներ, չէ՞, եւ եթե հայերը դա չիրականացնեն, տեսեք ինչ է ասում, դա կլինի ինքնասպանություն Հայաստանի համար, որ իրենք Թրամփի ասածը չեն անում։ Տեսնում եք, Ալիևի ելույթները լսում եք, այսինքն հիմնական գաղափարը սա է։ Եվ դա ճիշտ է, որ իրենք են սկսել process-ը։ Դա ակնհայտ է, որովհետև Դոհայում երբ որ նստած էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը պարզ դա ասեց, իհարկե բաց թողեց Թուրքիայի պահը, որտեղ Թուրքիան էր գլխավոր, այսպես ասած, նախաձեռնողներից, որտեղ նաև Էրդողանը երբ որ Փաշինյանին կանչեց Թուրքիա, հիշում եք մի պահ թրիփից առաջ, դա հենց դրա մասին էր, որ Թուրքիան տվել էր համաձայնությունը, Թուրքիան նախաձեռնում էր, Թուրքիան ցույց տվեց, որ տեսեք, ես Փաշինյանին կանչեցի, ես ստիպեցի եւ այս process-ին ես նպաստեցի, որպեսզի Ամերիկայի մոտ Թուրքիայի նպատակն է ցույց տալ, տեսեք, եւ Մերձավոր Արևելքում եւ Հարավային Կովկասում Թուրքիան փորձում է համոզել Տրամփին, որ ինքը պետք է լինի գլխավոր գերտերությունը։ Եվ ինքը պատրաստ է Ամերիկայի հետ համագործակցել, պատրաստ է օգնել եւ այսպես շարունակ, բայց պարզ է իրական նպատակները։ Սրան չեն հավատում իսրայելցիները։ Իդեպ մեծ հաշվով Թրամփը երբեմն Թուրքիայի մասին անգամ որ լավ է արտահայտվում, ակնհայտորեն իսրայելական լոբին եւ իսրայելական համայնքը եւ հենց Իսրայել պետությունը միանգամից զսպում է այդ նկարտումները Թրամփի, հատկապես մենք տեսնում ենք Գազայի հատվածում զորք ուղարկելու պատրաստակամություն այսօր ունի մենակ Թուրքիան, չնայած Թրամփը ասում է շատեր ունեն, այդպես չի։ Միայն Թուրքիան է ձգտում այսօր այնտեղ զորք ուղարկել, որտեղ Համասի ֆինանսավորներից մեկը ինքն է, ինքը կարող է այնտեղ ապահովված գալ, բայց Իսրայելը չի ուզում թողնել շնամական պետություն իր տարածք, որտեղ հասկանում է, որ
Դրանից հետո արդեն Իսրայելի վերջի սկիզբը կարող է լինի, թե այնտեղ թուրքական զորք մտնի, հա։ Այնտեղ ավելի հզորանալու Համասը, պարզազինելու են, ավելի պատրաստելու են եւ այսպես շարունակ։ Հետևաբար, ինչ տեղի ունեցավ, բայց ամերիկացիք եւ իսրայելցիք հասկացան, թե ինչ է իրականում Էրդողանի նպատակը, եւ դուք գիտեք իրականում Թրամփի ամենամտերիմ դաշնակիցները այսօր ովքեր են, բարձր չէ, եւ իր փեսանով է եւ ինչ կշիռ ունեն իրանք Ամերիկայում եւ Ամերիկայում տեղի ունեցավ մի process, որտեղ որոշեցին, որ չի կարելի Թուրքիային եւ Ադրբեջանին տալ այդքան արտոնություն, որտեղ սա հայ-իրանական սահմանը շատ կարեւոր է, հատկապես Իրանի հետ տեսնում եք։ Իրանի հարցը սկսվել է լուծվել արդեն, երբ կավարտվի դա բարձ չի, բայց հարցը կարեւոր էր, հենց դրա համար ենք ասում, որ պետք է Իսրայելի հետ սկսել համագործակցել։ Հիմա այո, պետք է արտակուստ հայտարարել, որ մենք Իրանի դեմ ոչ մի բան չենք անի, ոնց որ Ալիևն էր ասում։ Բայց պետք է համագործակցել եւ երբ որ դու գնում ես Թրամփի հետ համագործակցության, արդեն ակնհայտորեն քեզ ստիպելու են, որովհետեւ եթե դու այդ սահմանի հարցը տալիս ես Թրամփին, ակնհայտորեն դու չես կարող ուրեմն չեզոք մնալ այստեղ։ Դա ակնհայտ է։ Դրա համար են իրանցիները իդեպ իրենց ճղում հիմա տեսնում եք այս հարցում։ Այսինքն տեսեք, եւ խնդրեմը այնա, որ իրականում ամերիկացիները վերցրեցին ճանապարհի մեծ մասը։ Հիմա գոնե լավ կլներ, որ կոնտրոլի վերահսկիչ փաթեթը լիներ Հայաստանի ձեռքում, ասենք 51-49, ճիշտ է, իդեալում էլի։ Բայց քանի որ տեսեք, Հայաստանը չունի այդ վստահությունը Միացյալ Նահանգների մոտ դեռ այս պահին, եւ նաեւ ռազմավարական պայմանագրերում խորացած չեն, տեսեք ամերիկացիք նորից շեշտեցին, դա դեռևս թղթի վրա է եւ ռազմավարական պայմանագրի գիրը ռազմավարական պայմանագիր դառնալու համար, տեսեք ամերիկացիք ասում են պետք է խորացնել այդ ռազմավարական համագործակցությունը, այսինքն բավականաչափ խորը չի։ Եվ այս process-ներով խորանում է։ Հիմա ինչ տեղի ունեցավ, փաթեթը կարող էր լինել 40-51, կարող էր լինել, բայց դա տեղի չունեցավ, որովհետև ամերիկացիք հասկանում, այսինքն դրա համար ամերիկացիք պետքա սխմեին Թուրքիան եւ Ադրբեջանին ավելի շատ, բայց չունեն վստահություն Հայաստանի նկատմամբ։ Դրա համար որոշեցին ավելի այլ ճանապարհով գնալ, վերցնել իրանց ձեռը։ Սրա առավելությունը նրանումն է, որ հիմա Ադրբեջանն ու Թուրքիան արդեն չեն կարող ճանապարհի հետ կապված պրետենզիաներ ներկայացնել Հայաստանին։ Ինչու՞։ Որովհետև գլխավոր փայատերը Միացյալ Նահանգներն է։ Սրանով Միացյալ Նահանգները այս ճանապարհի հարվածը քաշեց իր վրա։ Այսինքն այստեղ կա դրական պահ, պետք է այսինքն մենք ամեն ինչի մեջից պետք է դրականը վերցնենք։ Դրականը, որ թող ամերիկացիների մոտ գլխավոր փաթեթը լինի, թող իրանք դրանով մտնեն տարածաշրջան, սա էլ է դրական, այո։ Հիմա այդպես է ստացվել։ Ես դրա համար շեշտում եմ, մենք չենք վերցնում իդեալում ինչ կարող լիներ, մենք ելնում ենք այն իրավիճակից, որ մենք ունենք։ Այո, իսկ իրավիճակը հետեւյալն է, որ ամերիկացիք վերցրեցին եւ դա վատ չէ, բայց Հայաստանը ունի կարևորագույն հարց, ինքը պետք է այնպես անի, որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի շահերը համընկնեն։ Հակառակ դեպքում մենք չենք կարող ունենալ արդյոք հասկանում եք, մենք արդեն հիմա Միացյալ Նահանգների հակասության դեպքում նույն Իրանի հարցում մենք խնդրեմ ենք ունենալու Թրամփի հետ կամ ամերիկյան ադմինիստրացիայի հետ։ Իսկ մենք այլ դաշնակից արդեն չունենք։ Դուք ասիկա կոնցեպտը հասկանում եք, չէ՞։ Մենք չենք կարող հիմա մի հատ էլ ճակատները սպանդել գնալ Ամերիկայի դեմ։ Հետևաբար, այդ որ իրանք ուզում են բոլորի հետ լավ, բոլորի հետ նույնքան մոտիկ, ինչքան հեռու, այնքան մոտիկ, ինչ որ դեմագոգիայով են զբաղված, այս սրա համար էինք ասում։ Հիմա կոնկրետ ԱՄՆ-ն ծրագրեր ունի Իրանի հետ կապված։ Եվ դա մեր օգտին է իդեպ ասեմ։ Դա մեր օգտին է, որտեղ Իրանում փոփոխություն է իշխանության։ Իհարկե Աստված մի արածե որ այլ ծայրահեղական ուժեր կան կամ էլի ադրբեջանական դինաստիա վերցնի, որտեվ ադրբեջանցիները բավականին շատ են, իրենք Փեխլևիների դեմ են իդեպ եւ լավ կլիներ որ ադրբեջանցիները այստեղ չունենային, որտեվ օրինակ հիմա նույն էս ինչքան էլ իրենք հակասություն ունեն, բայց նույն այսօր Խամենեին ադրբեջանական արմատներ ունի։ Այսինքն եւ էլիտայի մեջ բազմաթիվ ադրբեջանցիներ կան, այսինքն եւ որոնք ադրբեջանական լոբին են սպասարկում։ Դրա համար Ադրբեջանը արեց ինչ ուզում է, դրա համար ինքը հասկանում է ինչ էլ անի, այնտեղ նույն Փեզեշքյանը ադրբեջանցի է, գիտեք, այնպես չի որ բան, գախնիկ է, բոլորը գիտեն։ Այսինքն դրա համար Ալիևը միշտ գովում է Փեզեշքյանին եւ այսպես շարունակ է։ Դրա համար մենք պետք է հասկանանք մի բան, որ հիմա արդեն իրավիճակը այնպես է, որ մենք պետք է կարողանանք մեր արտաքին քաղաքականությունը այնպես դասավորենք, որ Միացյալ Նահանգների հետ չունենանք խնդրեմ, որովհետեւ երբ որ մենք ունեցանք խնդրեմ, Ալիևը անմիջապես օգտվելու է։ Նույն Իրանի հարցում երկար տարիներ աջակցել է, դրա համար ստացավ Արցախը։ Խնդրեմը մի փոքր կբացատրեք, կմեկնաբանեք, ինչ է նշանակում Իրանի հարցում ԱՄՆ-ի հետ չունենալ խնդրեմ։ Մենք
որ պայմանները կամ որ պահանջները կարող են մեզ համար պրոբլեմ ստեղծել։ Օրինակ ակնհայտորեն, ասենք թե հետախուզական, օրինակ հիմա ես չգիտեմ, տեսեք, կոնկրետ տեղեկություններ է տարածվում, որ Ադրբեջանը ինտերնետով օգնել է ադրբեջանական նահանգներին, երբ որ ինտերնետը կտրվել է։ Այսինքն սփռել է իրենց հեռախոսային օպերատորները սփռել են ինտերնետը այնպես որ ադրբեջանցիները կարողանան ունենան կապ եւ ինտերնետ ինչ որ ես չեմ հավատում դրան բայց կան շշուկներ չեմ կարող ասել չեմ էլ կարող բացառել այսպես ասած որովհետեւ արդեն քանի որ Ամերիկայի հետ ունենք նման հարաբերություններ որ Հայաստանն էլ է այդպիսի մի բան արել Եվ չի բացառվում, որ Իրանի դեսպանի կտրուկ արտահայտությունը, թե իրանցիների մոտ հիշում եք ինչ ասես, ձևավորվում է պատկեր, թե հայերը մեջքից հարվածում են, սա էլ է դրա հետ կապված։ Հասկացաք ինչ եմ ասում։ Այսինքն դրանից հետո պետք է, այսինքն մենք այո, միշտ պետք է, այսինքն Հայաստանի իշխանությունները միշտ պետք է ասեն, որ մենք ոչ մի խնդրեմ չունենք Իրանի դեմ չենք աշխատի, բայց այսպեսի հարցերում հետախուզական, այս տեսակի պահերում հասկանում եք ինչ է կատարվում։ Դրա համար մենք պետք է մի պարզ բան հասկանանք, որ մենք արդեն այնպիսի իրավիճակում ենք, որ եթե մենք հիմա ձեռներս լվանք այս պարագայում, օգտվելու է Ադրբեջանը։ Եթե մենք սկսենք խաղեր տալ Ամերիկայի դեմ, օգտվելու է Ադրբեջանը։ Ասելա տեսակ ես ձեզ ինչ էի ասում։ Ես ձեզ ասում եմ, չէ, իրանք վստահելի չեն, հա։ Մեր վրա կարելի է հույս դնել։ Դրա համար այդ ճանապարհը տվեք մեզ։ Եկեք այնպես անենք, այդ ճանապարհի վերահսկողությունը անցնի մեզ ու ինչ ուզում եք արեք, կոպիտ ասած, հա։ Ենթադրենք։ Մի քիչ պրիմիտիվ օրինակ եմ բերում, որ հասկանաք, որտեղ ես բերեցի Օբրայենի վերլուծությունը սրանից մի կես տարի առաջ, երևի 4 ամիս առաջ։ Եվ Օբրայենը այնտեղ պարզ ասում է, Օբրայենը այն մարդն է եղել, որ այս թրիփի բանակցություններով զբաղվել է, այն վաղ թրիփ չէր կոչվում, այն վաղ այդ նույն միջին միջանցքն է, որով զբաղվել է Օբրայենը, այսինքն։ Դա տարբեր անուններ ունի, Տրանսկասպիան, չգիտեմ, միջին միջանցք, հիմա թրիփ եւ այսպես շարունակ։ Դրա համար Օբրայենը զգուշացնում էր, որ նա Ալիևի նպատակը։ Իսկ Օբրայենը բանակցություններին ծանոթ մարդ է, նա է սկսել այս ամբողջ process-ը, նա է հիմնական բանակցող է։ Եվ նա ասում էր Ալիևի նպատակը հետեւյալն է՝ ուշ թե շուտ հայերին հանել խաղից։ Եվ ճանապարհը վերցնել իր վերահսկողության տակ։ Հիմա այս իրավիճակը, այսպես ասեմ, իդեալական չի, բայց ելի մեծ հնարավորություն է տալիս աշխատել, լավ արդյունքի հասնել, իզոլացիայից դուրս գալ։ Ավելին ասեմ, մեզ հնարավորություն է տալիս հիմա Ամերիկայի համար խելացի քաղաքականության դեպքում դառնալ այնպիսի դաշնակից, որի արդյունքում մենք բազմաթիվ բենեֆիտներ կունենանք, օգուտներ կունենանք։ Իհարկե մտահոգիչ բաներ կա, էլի պարզ չի մնում, թե ադրբեջանցիները առնչվելու են հայ սահմանապահների հետ, թե չէ, ընտրովի են առնչվելու, թե չէ, այսպես խառն է, հա, տարբեր կարծիքներ կան, այդ front office, back office հասկացությունը, ասենք, տեսեք, գոնե կարելի է 10 տարով անել կամ 20 տարով անել, բայց ասենք 49 տարով ասենք պետքա դու մարդ վարձես, որ օտար երկրից ինչ որ մարդիկ գան ու այդ front office-ում աշխատեն, կոպիտ ասած, հա, հետո այսինքն տեսեք, ստեղ նյուանսներ կան, որոնք բնականաբար պարզ է, ինչ որ զիջումներ են տվել ադրբեջանցիներին։ Եվ նորից եմ ասում, մենք այնպիսի երկիր չենք եղել Ամերիկայի համար եւ դեռ չկանք, որպեսզի Ամերիկան միջև վերջ մեր հարցերը լուծեր։ Պահել է սուվերենությունը, այո, պահել է։ Բայց միևնույնն է, մենք այդ սուվերենության մեջ որ պահել ենք, որոշակի զիջումներ էլի արել ենք, հա։ Այսինքն ինչն է զիջումը։ Զիջումը այն է, որ մենք չենք կարող ասել այլևս, չէ, մենք front office-ում ենք մենք կանգնելու, սա մեր սահմանն է։ Զիջումը սուվերենության, թե զիջում չի։ Եկեք խոստովանենք։ Եթե ադրբեջանցիները ասում են իմ քաղաքացին, որը մտնում է Հայաստանի տարածք, չպետք է առնչվի հայ սահմանապահին։ Եվ եք ասում եք լավ, մենք կբերենք ինչ որ կվարձենք մի կազմակերպություն, որը front office-ում ձեզ կդիմավորի, կասի ճիշտ է, էլի լավա որ այդ կարևոր հարցերով իրանք չես զբաղվելու, այսինքն մաքսային բան մնացած հարցերը։ Բայց միևնույնն է, մենք չենք կարողանում մեր տարածքում, մեր front office-ում դնենք հայի։ Զիջումա, չէ, այսինքն այստեղ խնդիրներ կան։ Նույնն էլ մեկը այդ մեխանիզմները իրանք բացատրեցին 6 էջանոց տեքստի մեջ, մեկը չլուծված հարցեր կա։ Մեկը էլի մնում են բաներ, հա, ինչքան էլ իրանք ասեն ամեն ինչ բարձը գրված է, ոչ, մեկը պետք է հասկանալ, օրինակ, այդ գումարները ոնց է գալիս, հա։ Տեսեք, 76-24 ինչ է նշանակում։ 24%-ը տրվելու է մեգադախլ 74-26 26%-ը տրվելու է մեգադախլչիներին կառուցապատման համար, այսինքն այն պրիմիտիվ բաները, հյուրանոցա, չգիտեմ, հա, ռեստորանա ճանապարհին, կաֆեա, այդ սա իրաց մեգադախլչիներն են օգտվելու։ Պարզա, այդ դրա համար է արված, հա, որտեղ կան այդ փողերը ճանապարհը ակտիվանելու լավ փողեր կաշխատեն։ 74%-ը գնալու է Միացյալ Նահանգներին։ Հիմա հարց.
Տրանզիտային գումարներն էլ է դրան մեջ մտնելու, երևի թե հա, որտեվ տեղափոխողը իրանք են երկաթգծեր, իրանք են սարքում։ Որն մաքսային վճարներ է գալու Հայաստան։ Միայն այն, որտեղ Հայաստան են մտնում այդ ապրանքները, գուցե այո, այդ ապրանքները, որոնք Հայաստան են մտնում, ել չեն տեղափոխվում դեպի, այսինքն տրանզիտով չեն գնում, Հայաստանի համար են նախատեսված, գուցե այդ գումարները Հայաստանին է գալու։ Բայց այն ապրանքները, որը տրանզիտով են գնալու, այս դեպքում ուրեմն եկամուտն էլ է 74-26-ով բաժանվում։ Այդ դեպքում այո, մեգադախլչիները կօգտվեն, բայց պետությունը մեծ հաշվով, ինչպես եւ ասում ենք, այդ տրանզիտային գումարները մեծ չի լինելու։ Ինչն է կարևոր, ինչը եւ զգուշացնում ենք, Հայաստանը ճիշտ քաղաքականության դեպքում կբացվի օտարերկրյա ներդրումների համար։ Օտարերկրյա ներդրումից գալուց, հա, Ներեցեք, ես շատ հարցեր ունեմ, որոնք կուզենայի հասցնել քննարկել, անվտանգային բաղադրիչի առումով ինչ կարող եք ասել։ Հասկանում եմ, որ կան հարցեր, որոնք դեռ գուցե ժամանակի ընթացքում հստակեցվեն, բայց ամեն դեպքում ամենագլխավոր հարցը արդյոք թրիփը լուծելու է միայն Հայաստանը մեկուսացումից դուրս բերելու հարցը, թե նաև այդ անվտանգային ռիսկերն են նվազեցնելու, այսինքն մենք չենք նստելու, սպասենք կամ չենք լսելու առնվազն կանխատեսումներ, որ ադրբեջանական հարձակումները Հայաստանի սահմանի ուղղությամբ ռեալ են։ Ես ըստ հարցին պատասխանեցի, երբ որ ասացի ամերիկացիները իրանց վրա վերցրեցին հարվածը։ Այսինքն տեսեք, դուք տեսեք ինչ արեցին, 74%-ը վերցնելով իրանց, դրանով ես դրա համար ասեցի, այսինքն Թուրքիան եւ Ադրբեջանը այլևս չեն կարող Հայաստանի կմտածեն առնվազն։ Բացի այդ չեն կարող Հայաստանին ասել, էսի տուրից կամ այն տուրից, արդեն Ամերիկան է 70, բայց վերահսկիչ փաթեթը ԱՄՆ-ի ձեռքում է։ Սա լավ է այն դեպքում, որովհետև տեսեք, բայց այստեղ նայեք, հա, այնտեղ մի կետ էլ կար բացառիկ իրավունքներ տրամադրելու։ Ինչքան որ ասում են, այո, մեր հետ պետքա խորհրդակցվի, մենք միասին ենք որոշումներ, բայց այնտեղ գրած է բացառիկ իրավունք է տրվում Trip ընկերությանը, որ որոշի, չգիտեմ, ումը պատվիրելու, ինչը անելու, հա, այնտեղ հարցեր կային, շարք կար, ճիշտ է, կետեր կար, թե ինչ բացառիկ իրավունքներ են տրվում Trip-ին։ Բայց Trip-ի մեջ էլ ախր 74-26-ը հարաբերակցությունը վերահսկիչ փաթեթը ամերիկացիների ձեռն է։ Հասկանում եք, այսինքն էլի միասին են քննարկելու, բայց միևնույն է որոշումը կայացվելու է, այսինքն կարող է թուրքական ընկերություն վարձեն։ Օրինակ, հա։ Եվ այնտեղ շատ կարևոր հարց է, օրինակ այդ գազամուղը որ կառուցվի, օրինակ այդ գազամուղը ում է պատկանելու, այսինքն այդ գազամուղի այդ հատվածը խողովակի ում է պատկանելու։ Այսինքն այստեղ բազմաթիվ այդ չի նշանակում, որ ասենք բան այդ նշանակում է, որ ենթադրենք այդ այսինքն սուվերենության հարց այստեղ չկա, բայց ասենք կոպիտ ասած օրինակ այդ վտանգավոր է դա։ Դա վտանգավոր է, եթե օրինակ Ադրբեջանը ասում է, ես գազամուղ եմ քաշում եւ ոնց է օրինակ, ոնց Իրան դեպի գազամուղը ռուսները վերցրեցին, ճիշտ է, իրանց է պատկանում, կոնկրետ գազամուղը։ Այդ խողովակը իրանց է պատկանում։ Եվ այստեղ կարևոր է, որ այդպիսի բաներ չլինի։ Գազամուղը պատկանի անգամ ադրբեջանական գազամուղ եթե անցնի, խողովակը պատկանի Հայաստանի Հանրապետությանը։ Այսինքն այստեղ բազմաթիվ հարցեր կա, որ մենք դեռ չգիտենք, մենք պետք է հասկանանք։ Մի բան կարող եմ հստակ ասել։ Այո, կա լավ հնարավորություն, որտեղ տեսեք, նորից եմ ասում, որպիսի մենք ամերիկացիներին բացատրենք, որտեղ ել եմ ասում, որ ասում մենք միասին ենք դեմագոգիան որոշում կայացնելու, եթե հանկարծ որոշում ես դու ուզում կայացնես եւ ամերիկան ասում է, չէ, դա ինձ ձեռ չի տալի այդ որոշումը, ինչ եք անելու։ Ինչ եք անելու, ասեք ամերիկացիները քյալա մտնելու եք բանի մեջ, առանց թե դաշնակից չունեք եւ այլն։ Դրա համար եմ ասում, այսինքն այստեղ պետք է մենք հասկանանք, որ պետք է այնպես աշխատել ամերիկացիների հետ, ոնց որ Իսրայելն է աշխատում, որ մի հատ էլ, այսինքն այնքան ճիշտ դաշնակից ելնել, այնքան ճիշտ հարաբերություններ կառուցել, որ մենք առանձին նստենք ամերիկացիների հետ, ասենք արգելի, որ Ադրբեջանը սա անի, արգելի, որ թուրքերը սա վերցնեն, մեզ չի կարելի սա եւ այլն, այսինքն որ Ամերիկան ընկալի, որ չի կարելի քո սուվերենության դաժե մի հատիկը զիջել։ Ինքը պետքա քեզ պայի։ Ամերիկան գիտի, այսինքն տեսեք, իրենք հասկանում են, որ այդ սահմանը, այս փառք Աստծո, իրենք դա ընկալեցին, որ այս պահին չի կարելի դա թույլ տալ, հա։ Բայց նորից եմ ասում, մենք պետք է այնպեսի քաղաքականություն վարենք, որ մեզանից չհիասթափեն, այլ ընդհակառակը։ Մի հատ էլ տեխնոլոգիա տան գաղտնի, մի հատ էլ, այսինքն ռազմական համատեղ ձեռնարկություն սարքեն։ Ու այսպես շարունակ, ոնց է Ադրբեջանը Չինաստանի հետ ռազմական ձեռնարկություն սարքում։ Մենակ մենք կարանք Ամերիկային լավ դաշնակից դառնանք ու ականջի նստենք, կատացնենք, ասենք նայ 907 լրացումը չես հանում, որտեվ ադրբեջանցիներին չինացիներն են զինում։ Եվ տես իրեն չեն անում, համ օծն են տվել, JF-17-ներն են տվել չինացիներին, ինչքան է Պակիստանն են ասում, դա չինական ինքնաթիռները, համ հակաօդային պաշտպանություն են տվել, հիմա էլ համատեղ ձեռնարկություն են դնում, սա վտանգ է, որտեվ չինացիները տենց մտնում են տարածաշրջան։ Հասկանում եք, Ադրբեջանի միջոցով, այսինքն սա աշխատանք է, որ պետք է ուղղակի տանել ամերիկացիները եւ ոչ թե ասել, մենք ուզում ենք բոլորի հետ մոտիկ լինենք, այնքան ինչքան բոլորի հետ հեռու, ինչքան բոլորի հետ մոտիկ, դա այդ դեմագոգիա է, որ բոլորը ծիծաղում են։ Դե տեսնում եք, ռուսները հիմա ինչ են ասում, իրանցիները ինչ են ասում, դե մոտիկ եղի, իրանցիները ասում Ամերիկանից սպառնալիքն է, ռուսներն ասում են, բայց դուս եք թողել։ Դե մոտիկ եղի, տնա ոնց է սլնելու։ Գալու է պահը, երբ որ իրանց սխմելու են բոլոր կողմերից, եւ իրանք պետք է այդ ընտրությունը կատարեն։
Շատ լավ։ Հիմա հայտարարությունը թրիփի վերաբերյալ քննարկել են նաև Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները։ Ֆիդանի հայտարարություններն են շատ խնդրահարույց համարում եւ գնահատում մեր ներքաղաքական վերլուծական շրջանակները, ասում են Ֆիդանը իզուր չի այդ անդրադարձի շրջանակներում հատուկ ընդգծել Փաշինյանի սոցհարցումներով առաջատար լինելու հանգամանքը, նրան ձեռնտու է որպեսզի Փաշինյանը վերընտրվի Փաշինյանի իշխանությունը, քանի որ այս ամենը բխում է Թուրքիայի շահերից։ Հիմա դուք ինչ կարող եք ասել Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները մենք եթե այս քաղաքական հայացքները մի կողմ դնենք կամ շահարկումները ինչպես ընկալենք, ինչ է ըստ էության ասում։ Ասեմ, Փաշինյանը վերցրել է կուրս, օրինակ, որ ինքը մենք հասկանում ենք, չէ, որ այստեղ է ես ասում։ Ես պարզ չասեցի, բայց օրինակ Թուրքիայի հետ հարաբերություններում իրանք ոչ թե պետքա Էրդողանի տակ պարկեն, որտեղ Էրդողանը համարվում է գերտե, ոնց էին առաջ ռուսների տակ պարկած, հիմա էլ Էրդողանի տակ պարկեն։ Թողտան թուրքական գործակալական ցանցը լծվի Հայաստան, կամ Էրդողանի պատվերները կատարվի, կոպիտ ասած, որտեղ ակնհայտորեն պետքա հասկանանք, որ Էրդողանը գերտերություն, Թուրքիան գերտերություն է եւ ինքը ունի հավակնություններ։ Եվ մինչեւ այսօր Փաշինյանը ցույց է տվել իրան որպես Էրդողանին բավականին այսպես լսող նախագահ։ Եվ ըստեղ դրա համար ի սկզբանե տարիներ շարունակ ես կրկնել եմ այս թեզը տարիներ շարունակ որ Թուրքիայի հետ հարաբերությունները Հայաստանի Թուրքիայի հարաբերությունները պետք է կառուցվի Միացյալ Նահանգների միջնորդությամբ հակառակ այստեղ նույն այստեղ որտեղ հիմա տեսեք շահեր կան որտեղ բռնում են Թուրքիայի Միացյալ Նահանգների շահեր կան որտեղ չեն բռնում հիմա ասենք Թուրքիան քեզ մի բան է ասելու անես Ամերիկան ասում է դա չի կարելի անել ո՞նց են կանելու կարող եք բացատրել Պարզա չէ ինչ եմ ասում։ Հիմա Էրդողանը հələ որ դեռ ոչ մի սկսենք դրանից ոչ մի բան չի տեսել Փաշինյանից, որ իրեն ձեռ չտա։ Եվ կանչում է վազելով գնում է, ինչ ասում է Պաղեստինի ճանաչի արագ ճանաչում է, հա, ասենք որը սխալ էր, կոպիտ սխալ էր, մենք տեսնում ենք զարգացումները ինչա տեղի ունենում, չգիտեմ, եւ այսպես շարունակ։ Եվ բայց մյուս կողմից մի հատ հանգամանքել կա, որ այսինքն ես այս առումով շատ հուսով եմ, որ Տրամպը կկարողանա, ըստեղ եմ ասում, որ վտանգը ստեղ է, որտեղ իրանք եթե տարածաշրջանացման բալանսավորեն, որ բալանսավորվես այդ տրամաբանության մեջ անեն, ըստեղ իրանք զայրացնելու են Միացյալ Նահանգներին, որտեղ Միացյալ Նահանգները հստակ, ասենք նրանք չեն նայել, նրանք ասում են սենց է պետք անել։ Թուրքիային դեմ է, Թուրքիային կողմը մեզ հետաքրքիր չի, սենց է պետք անել, որտեղ մեզ շահը սա է պահանջում, ինչ ես դու անելու։ Կոպիտ ասած, հիմա տեսեք, օրինակ Թուրքիային ձեռնտու Իրանում իշխանափոխությունը որտեղ Իրանը երբ որ բացվեց մեզ համար, Թուրքիան դուրս է մնում խաղից։ Թուրքիան կորցնում է իր ազդեցությունը հարավային Կովկասի վրա։ Եթե Իրանը դարավ պրոամերիկյան։ Հասկանում եք, չէ՞ ինչ է կատարվում։ Դրա համար Ֆիդանը ոռնում ասում է, եկեք չի կարելի այնտեղ իշխանություն փոխել։ Իրանց ձեռ ատել այդ հետամնաց տարակած Իրանը։ Հա, միջուկային ծրագիրը պետք է արգելել, պետք է զսպել, բայց թողեք դες պայթած Իրան մնա այնտեղ, հա, հետամնաց, պայթած, ասենք եւ այսպես շարունակ։ Մենակ զենք տվեք թող արտադրեն, իսլամական հեղափոխությունների կորպուսը թող այդ փողերը լվատանի, կրիպտոարժույթով ոնց որ ամերիկացիներն փորձում են այքերը լափեն, ինչ ուզում են թողանեն, մենակ թողեք այդ իշխանությունը մնա, որտեւ իրաց ձեռ ատալ, այդպես Իրանը երբեք չի զարգանա։ Եվ այս իրավիճակում մի հանգամանք էլ կա։ Հայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ կամ պետք է Փաշինյանը լինի, կամ ռուսամետները։ Ճիշտ է, այսինքն դուք ընտրություններին տեսնում եք ուրիշ տարբերակ, չէ։ Եթե եկան ռուսամետները, մի հատ էլ ավելի մեծ կատաստրոֆա է լինելու։ Ընդեղից էլ ասել են, բերեք Ռուսաստանին մտցնենք, դա մեր պայմանն է։ Այստեղ կարող է Ամերիկան թողնի գնա կամ Ամերիկան, չգիտեմ, սահմանափակի իր մասնակցությունը կամ ընդհանրապես եւ այստեղ արդեն Թուրքիան չի կարողանալու իր հարցի։ Հիմա Թուրքիան հարցերը լուծում է Ամերիկայի հետ, մի հատ է Ռուսաստանը այստեղ ավելանալու։ Հազիվ ինքը Ռուսաստանին հանել է տարածաշրջանից, առավել եւս տեսեք հիմա ինքը արդեն ռուսներին օգտագործում է ոնց ուզում է այս պարագայում կուզենա օրինակ ռուսական զորքը կպայի Սիրիայում կուզենա ռուսական զորքը կպայի Հայաստանում չի պայի Հայաստանում արդեն տեսեք ու դրա դիմաց ու ամենավատը ստեղ գիտեք որն է ռուսական զորքը որ մնաց Հայաստանում ընտրություններից հետո դրա դիմաց Էրդողանը ստանալու է Պուտինից ասում է եթե որտեղ մեր սահմանը բաց է այնտեղ անվտանգության խնդիր չկա եթե ուզում ես քո զորքը Հայաստան ոնց որ Սիրիայում Ուրեմն իմ համար պետք է այս անես, այսինքն հիմա էլ մեզ հիմա դες դեմագոգիայով են, չես բաց ասում են, ցեղասպանության հարցը մեր դեմ են միշտ օգտագործել։ Սա օգտվել են բացի մեզանից, չէ՞, Փաշինյանը այդ թեզներ առաջ քաշում։ Հիմա նույն բանն է լինելու։ Ռուսական զորքը պահելու դիմաց քեզ են վաճառելու, քեզանով են առևտուր անելու։ Թուրքիան ո՞նց պահեց ռուսական զորքը Սիրիայում։ Այնտեղ արդեն ոչ մի բան չի նշանակում, ընդհանրապես Աֆրիկայի սնուցման հարցն է լուծում, բայց պահեց չէ այնտեղ։
Դրա համար այս իրավիճակում շատ ձեռատալի Էրդողանին, որպեսզի այս իշխանությունը մնա, որովհետև հակառակ դեպքում այնտեղ ավելի կատաստրոֆա է լինելու։ Եթե եկավ ուրեմն ռուսամետ իշխանություն, այնտեղ ընդհանրապես կատաստրոֆա է լինելու։ Այդ ընդհանրապես Հայաստանի կործանման հարց կարող է կանգնի։ Բայց այդ հավանականությունը ասեմ ինչի, որտեվ տեսեք, եթե օրինակ այնտեղ մեր ձևովները կամ Քոչարյանները կամ Դաշնակցությունը եկան, իրենք շատ արագ կազմակերպելու են, որ Հայաստանը դառնա գուբերնիա։ Ինչի, որտեվ դուք հասկանում եք, չէ՞, բարդ հարաբերությունների մեջ իրանց մտնել ինքնասպանություն է։ Այսինքն իրանք հոգու խորքում հասկանում են իմ խորին համոզմամբ, որ որպեսզի այս սաղ խնդիրներից բռնել, պետք է Հայաստանը սարքել գուբերնիա ու այս թող բարդ աշխարհ քաղաքականության մեջ ռուսները բանակցելու մեծ ուզում են, ոնց ուզում են, այսինքն արդեն մենք կլինենք ապահով այս տարածության։ Ինչ կանի, Պուտինը կվերցնի միջանցքը կտա Ալիևին, որպեսզի Ալիևին կտրի Թուրքիայից իր արևին, այնտեղ կպայմանավորվի իր զորքը կտնի, Պարզա չէ, Ալիևը հողի դիմաց անպայման կհամաձայնվի։ Անկապ Թուրքիային կգցի այս պարագայում, ինչ խնդիր, հա։ Իհարկե թե Ռուսաստանի կշիռների դրա պայմաններն է որ Ռուսաստանը պետք է պատերազմում հաղթի, որը չի սպասվում համենայն դեպս, հա, ուկրաինական պատերազմում։ Դրա համար հələ այդ իրանց համար լավագույն սցենարում։ Բայց գլոբալ հիմա ինչի է այդ ռիսկերը բերել, եթե կա արդեն ստեղծված իրավիճակ, իսկ թուրքերը շատ լավ հասկանում են, ռուսները ասել են մենք ոչ մի բան չենք, մենք ոչ թուրքերի հետ կարող պատերազմի մեջ մտնենք, ոչ կարող ադրբեջանցիների հետ պատերազմի մեջ մտնենք, մենք այս իրավիճակն է, ուրեմն դարեք գուբարնիա, մենք Իրանի հետ փորձենք ձեզ մի ձև պահել, որպես պետություն, այսինքն որպես գուբերնիա։ Եվ այդ պարագայում գլխացավանքից կպրծնեն։ Այսինքն Ամերիկային կհանեն եւ ասեցի սցենարը ոնց կլինի։ Իսկ ինչ է կարծում, եթե Հայաստանը դառնա, կներեք, տեսեք ինչ է ասում, Թրամփը ասում է ես չեմ ուզում, ճիշտ է, դեռ մի քիչ սաղ էսպես ասում է հիմա Զավեշ Տալիբանը, դառը մեմա, դառը ֆորացեց ես չեմ ուզում Չինաստանը, Ռուսաստանը դառնան Ամերիկային սահման, հիմա այստեղ մեմա դառը բոլորը ասում են նկարեցույց են տալի Ալյասկան եւ Ռուսաստան, ամենամոտիկ սահման, ամենամոտիկ հարևան ըստ էության Ամերիկային Ռուսաստանն է, որտեղ Ալյասկան գնել են Ռուսաստանից եւ հիմա շատ փոքր տարածք ընդեղ Ալյասկայի եւ Ռուսաստանի միջեւ, բայց ամեն դեպքում հիմա տեսեք Թուրքիան ուզում է որ Ռուսաստանը իրան ուղիղ սահման դառնա կողքով կապած, իհարկե ոչ, որտեղ ինքը գիտի որ մարդը 30 տարի հետո կարող է դրանք ոտի կանգնել ու իր համար նոր վտանգներ կայանա։ Եվ այլև այսպես շարունակ, որտեղ իրանք երկար պատերազմների պատմությունն են Ռուսաստանին։ Իրան բացարձակապես պետք չի որ Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ունենան։ Այդ դրա համար իրան պետք չի որ ուրիշ ընտրվի, իրան պետք է Փաշինյան ընտրվի։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Շատ լավ, հիմա փորձենք գնահատել այդ ռուսամետ ուժերի իշխանության գալու հնարավորությունը, հատկապես Սոլովյովի հայտարարությունների համատեքստում, այդ հայտարարությունը զուտ անձնական մի հոգու վրդովմունք էր, զգուշացում էր, ինչպես դա ձևակերպենք, ասում է Վենեսուելայի կորուստն այդքան նշանակալից չէ Ռուսաստանի համար, որքան Հայաստանինը, դա ռազմավարական մեծ սխալ կլինի եւ պետք է հատուկ գործողություններ իրականացնել, ինչու ոչ իրենց ազդեցության գոտիներում, ինչպես Ուկրաինայում են իրականացնում։ Եվ հնարավորություն արդյոք կարող են այդպիսի գործողության սցենարով գնալ, որպեսզի հասնեն իշխանափոխության Հայաստանում։ Ռուսամետ ուժերին բերեն։ Ես ըստ էության այս դեպքում էլ նախորդ հարցի պատասխանում ըստ էության պատասխանեցի այս հարցին։ Գուբերնիայի գաղափարը, որովհետև ռուսները հիմա հասկանում են, տեսեք, Զատուլինը խոսած էր, ասեց մեզ դուրս թողեցին այդ ճանապարհից։ Հիմա Թուրքիան ճանապարհը կառուցում Կարսի հետ, etc. ասում։ Հիմա հնարավորություն ունեն իրենք։ Չէ։ Հիմա տեսեք խնդիրը որն է, իրենք ոռնում են, որովհետև ասում են, իրենք չեն ուզում բացահայտ հակամարտության մեջ ընկնեն Թրամփի հետ, բայց իրենք ասում են խրխռում են, օրեշնիկ են խաղացում, ինչ որ, չգիտեմ, ինչ որ անբանափոխված, ինչ որ մեջը Գագարինի ժամանակվանից մաս էին գտել, չգիտեմ, եւ այլն, հա։ Իրենք հիմա խրխռում են, հասկացեք, սա խնդրեմը է, դա խրխռում են։ Զատուլինը կանգնեց ընդունեց, որ ամերիկացիները մտան մեր ազդեցության գոտի, վերցեցին ճանապարհը, մեզ շանտեղ չդրեցին։ Մտան Վենեսուելա, այսինքն տեսեք, հիմա ինչ է ասում Սոլովյովը, իհարկե փոխանցում է Ռուսաստանի իշխանությունների բան։ Դա ըստ էության փոքրիկ խրխռոց էր Տրամփի դեմ։ Հայաստանի էլ չէ, իրենք Հայաստանին վախացնելու խնդիր չունեն, Հայաստանում վախեցած են, տեսեք, ասենք նույն ինչա կատարում։ Վախենում են հապկից դուրս գալ, վախենում են ԵԱՏՄ-ից դուրս գալ, գումարած իրաց տնտեսական շահերը, հա։ Միջև մա ինչ որ սառացրել են, բայց մարդ էս ասենք արևը տա կարող է հալիկ հայտարարակ լինենք, հա։ Այդ հապկի անդամակցությունը։ Դրա համար իրենք հասկանում են մի բան, իրենք դա սպառնում էին Ամերիկային, հետո իրենք ինչ են ասում, են Մարկեդոնովը կոչվածն ինչքան տականք կա գալիս ասում է մենք պետքա ոչ թե ձեր հետ պայմանավորենք, մենք պետքա պայմանավորվենք, դուք կամ պետքա կատարեք մեր հրամանները, իսկ որից հետո էլ ԱՄՆ-ն պետքա նստի մեր հետ բաժանի, որնա մերը, որնա ձերը, մերն ու ձերն են անում իրենք, հասկանում եք։ Էտա, այսինքն իհարկե լուրջ է, իհարկե իրենք սպառնում են ոչ թե մեզ, այլ իրանց երազանքի, այս գիտեք ոնց է, իրանց մոտ հիմա արդեն սպառնալիքները բանա, ասենց ասենք ինչ որ երևակայական, ինչ որ վարդագույն երազանքների մեջից է իրանց, հասկանում եք, բայց իրականում գետնի վրա մենք տեսնում ենք տնտեսությունը քանդվում է, գնալով վատանում է, նավթի գները իջնում են, Տրամփը համենայնպես լավ վատ այնպիսի քաղաքականություն է վարում այս նավթի բանի հետ կապված, որ գները ցածր են մնում, պատժամիջոցները վատ լավ, ասենք զենքի վաճառքը վատ լավ, ասենք այս պարագայում գնալով ռուսների վիճակը կամաց ծանրանում է, հա։ Եվրոպացիք դանդաղ են շարժվում, արագ են շարժվում, չգիտեմ, հա, ուշքի չեն գալի ով է հասկանում, բայց ինչ որ մի բան տեղից շարժվում է, կոպիտ ասած։ Դրա համար մեծ հաշվով Պուտինը լավ հասկանում է, որ 2 տարով Ուկրաինային տվեցին ֆինանսավորումը, գլխավոր փողը տվեցին 2 տարվա, այնտեղ կողքից էլ է գալիս գումարներ, եւ Պուտինը հասկանում է, որ ինքը եւս 2 տարի պետք է ձգի, բայց ինքը արդեն ունի մեծ բյուջեի դեֆիցիտ, հայտարարակ վիճակը, շատ մեծ խնդրեմ ունի բյուջեում, այդ ծակը փակել է պետք, ակնհայտորեն, որը չգիտեմ որտեղից է վերցնելու, պետք է փող տպեն, դա էլ բերում է հայտարարակ ինֆլյացիայի, այսինքն այս տարի արդեն իրանց մոտ առանց ռեզերվային միջոցների է։ Ոնց են անելու, չգիտեմ, հələ ասում են փող տպելով մի տարի կարած յոլա գնաս, բայց հետո սկսում է ավելի ահավոր վիճակ, այսինքն ինչքան դու արհեստական փրկության համար ինչ որ քայլեր ես անում, հետո դրա վատ էֆեկտը ավելի մեծ է լինում, հա, ձնագնդի պես դա կուտակվում է, հետո միանգամից է խփում։ Դրա համար պետք է հասկանալ այս իրավիճակում, որ ռուսները սպառնում են, բայց իրականում հենա Լոնդոնն էլ է սպառում խփել, Բերլինն էլ են սպառում խփել, խփեցին։ Իհարկե ոչ, բայց պետք է հասկանալ, որ ոչ մեկ իրանց թույլ չի տա, ասենք ինչ Վրաստանով պետք է մտնեն Հայաստանը գրավեն։
Այդ ինչ սպեցօպերացիա են, թե իրանց այդ տրակած ռազմաբազայով են անելու 3000 պերմյակովներով, ասենք, չգիտեմ, 2000, ասենք, քիչ թե շատ Հայաստանը 40-50 հազարանոց գործող բանակ ունի, ասենք, ինչ պետք է անեն 2000-ով կոպիտ ասած։ Դրա համար այստեղ իրանց սպառնալիքները ուղղակի են, որ ասում է, չգիտեին, ոնց ասեմ, ճարահացյալ պանիկայից ինչ որ բաներ են սկսում անել, խոսալ, թե տեսեք, մենք էլ սենց կանենք, մենք էլ նենց կանենք, բայց ինչպես տեսնում եք, Տրամպը թքած ունի, հեսա երեկելի տանկեր վեցրեց ռուսական։ Վերոնիկա Իրան, ինչ որ էկզոտիկ անուն էր, տենց եւ այլ։ Իրանք ինչից են կատաղում։ Տրամպը ասում է, ես Պուտինի հետ լավ հարաբերություններն եմ սիրում եմ, այո, Զելենսկին պետք է գնա զիջումների, Զելենսկին չի, ինչ որ սենց բաներ է ասում Պուտինի հաճո, բայց անում է ինչ որ անում է։ Անումը ու շանտեղ չի դնում իրանց, այսինքն հասկանում եք, դրա համար պետք է այստեղ հասկանալ, տարբերակել։ Այս հայտարարությունները լուրջ պետք է ընդունեն այն իմաստով, որ շուտով կարող է տնտեսական ճնշումները ուժեղանա Հայաստանի վրա, շուտով կարող է շանտաժները ուժեղանա, շուտով կարող է կամպրոմատների հայտնվի, այո, շուտով կարող է փողեր լցվեն եւ այլն, փորձեն իրենք իշխան, որտեղ եթե Փաշինյանին Ամերիկան ականջից բռնած տանում է այն կողմ, իրանք պետք է ականջից բռնած քաշեն այս կողմ, հա։ Վարոն Չիբուխյան, ամփոփելով մեր հարցազրույցը, այնուամենայնիվ վերադառնանք Իրանում կատարվողին, դուք ասացիք փոփոխությունները, մասնավորապես իշխանության փոփոխությունը բխելու է Հայաստանի շահերից, բայց ինչ գնով է տեղի ունենում փոփոխությունները կամ փոփոխությունների հնարավորությունը, այսինքն քաղաքացիական այդ պատերազմի վտանգը, դա ինչ սցենարներ կարող է Ինչ սցենարների արչև կարող է մեզ կանգնեցնել, ինչ խնդիրների արչև։ Մեծ խնդիրների արչև կարող է կանգնեցնել մեզ այն ժամանակ, եթե Իրանում սկսվի քաղաքացիական պատերազմ եւ Իրանը վերածվի Սիրիայի։ Այդ ժամանակ ահռելի վտանգներ կլինեն։ Մեզ պետք է որպեսզի իշխանափոխություն լինի եւ շատ արագ։ Այսինքն չի կարելի, որ եթե այնտեղ տեսեք դրա համար ենթադրվում է, որ այդ սցենարների մեջ թե ինչի Տրամպը հիմա չուզեցավ հարվածել եւ ինչի 12-օրյա պատերազմի ժամանակ Տրամպը թույլ չտվեց Իսրայելին հարվածել մի քանի կարևոր օբյեկտներին, որովհետեւ դրանից հետո Իրանում կարող է սկսվի ուղղակի քաոս։ Ինչու՞։ Որովհետեւ Իրանը ունի գազապահեստար, գազավերամշակման ուրեմն գործարան մի հատ։ Իսկ ամբողջ Իրանը գազի էներգիայի վրա է աշխատում։ Գիտեք Հայաստանն էլ գազ են տալի, հոսանք են ստանում։ Դե դուք պատկերացեք, եթե այդ մի հատ գործարան Իրանը կմնա առանց լույս։ Ամբողջ Իրանը կմնա առանց լույս։ Եթե խփեն նավթամերժակ մի երկու հատ գործարան ունի մեծ, ընդ որում հիմնական մեկից է էքսպորտը գնում, եթե խփեն այդ գործարանին, բարձա ինչա կատարվելու, էքսպորտը չի կարողանալ անել եւ այստեղ արդեն այդ իրանց հանցավոր խմբակցությունների փողն է պակասելու, այդ հեղափոխական կորպուսի հրամանատարների եւ այլն, այնտեղ սկսում մի սուտոցի սկսվի, եթե փողերը պակասի եւ չկարողանան ստվերային էքսպորտը անել։ Գումարած եթե ջրամբարներին խփեն, Իրանը ջրի խնդիր ունի եւ այսպես շարունակ, հա, եւ Բանդեր Աբբաս նավահանգիստին, որտեղ էքսպորտն ու իմպորտն հիմնական Իրանի մեծ մասը կատարվում։ Այսինքն կա 3-4 թիրախ, Իրանը շատ խոցելի է, որը հարվածելուց հետո Իրանը կարող է հայտնվի Խավարում, Քարեդարում։ Այդ ժամանակ կարող է սկսվի խայտարակ բան եւ դա չեն ուզում ոչ Իսրայելը, ոչ Ամերիկան, դրա համար է այս խառնաշփոթը, տեսնում եք, կամ չեն կարող պայմանավորեն, կամ պայմանավորվել են, չեն կարողանում հասկանալ ով ինչ պետք է անի, կամ մեկը մյուսի վրա է գցում, կամ մեկը ուզում էր մյուսը անի, ոնց որ Տրամպը վերջի պայն մտնի հաղթանակը վերցնի, ասենք, որտեղ այստեղ 6 օր մնաց Նեթանյահուն, 6 օր մնաց։ Ինչ որ խաղեր է, ինչ որ տարօրինակ բաներ է կատարվում։ Հիմա տակից Տրամպի անձնակազմը ադմինիստրացիան գցում է պատճառը Նեթանյահուի վրա, թե Նեթանյահուն չի ուզում, որ ես հարվածեմ, բայց դա աբսուրդ է։ Նեթանյահունի սկզբանե ասում էր, բերեք ես հարվածեմ, միանգամից այդ իշխանապողությունը այն ժամանակ անենք եւ ուզում էր Խամենեին սպանեին, այն ժամանակ այդպիսի ծրագրեր կար, բայց Նեթանյահուն, բայց այն ժամանակ Տրամպը թույլ չտվեց Խամենեին կապնեն։ Այդպես է Խամենեին դեպս բարբերականները գրում, որ թույլ չտվեցին։ Բայց այստեղ մի բան ասեմ, երեք տեղի ունեցավ մի կարևոր բան, կանչեցին եթեր Իրանի արտգործնախարարին եւ կանչեց Շոն Հենեթին, որը Տրամպի ամենասիրելի հաղորդավարն է։ Եվ Տրամպը նրա միջոցով երբեմն մեսիջներ է հղում եւ նրա միջոցով երբեմն պատասխաններ է ակնկալում եւ մի դրվագ ձեզ ասեմ, որպեսզի པարզ լինի։ Երբ որ նրան հարցրել, երբ որ պատերազմի մասին խոսեց, այն ժամանակ առաջին ասեց, դե մենք բանակցում էինք, 5 ռաունդ բանակցել էինք ամերիկացիների հետ, 6-րդը ֆիքսել էինք, բայց ամերիկացիները հարվածեցին։ Իսկ գիտեք ինչ պատասխանեց Շոն Հենեթին, ասեց, որտեվ որ դու եկար իմ եթեր եւ ասացիր, որ դուք չեք հրաժարվելու միջուկային ծրագրից։ Դու եկար իմ եթեր եւ իմ եթերում ասացիր, որ չեք։ Դա է պատճառը, որ մենք չսպասեցինք, հարվածեցինք։ Հիմա կանչեց եւ ասեց, ինչ ունես հիմա փոխանցելու Տրամպին։ Ինչ զիջումների ես պատրաստ, դուք պատրաստ եք, Իրանը պատրաստ է գնալ զիջումների հիմա։ Եվ ըստ էության նա ասեց ոչ էլի։ Որտեվ երկու հիմնական պայման է դրած։ Ըստ էության ուզում են Պոկեն Չինաստանից։ Պետք է հրաժարվես բալիստիկ հրթիռների ծրագրից, պետք է հրաժարվես միջուկային ծրագրից,
Մենք կբացենք պատժամիջոցները, կոպիտ ասած, դուք կշնչեք կապրեք։ Ամերիկյան շահերը սպասարկեք, մնացած ինչ ուզում եք կարեք, հա։ Միջուկային ծրագիր չեք ունենում, բալիստիկ հրթիռների ծրագիր չեք ունենում, որ Իսրայելը լինի ապահով, կոպիտ ասած, հա։ Մնացածը կբացենք, ապրեք։ Բայց դրա համար դուք պետքա ձեզանից ոչ մի բան չներկայացնեք։ Պրոքսիներ պետք է չունենաք, Հեզբալլահին, Համասին պետքա նպաստեք, որ զինաթափենք, որտեղ դուք գիտեք հիմա Լիբանանում չի հրաժարվում Համասը Գազայում, Հեզբալլահը Լիբանանում հրաժարվում են զինաթափվել եւ դա ուշ թե շուտ արվելու է։ Իսկ երկրորդ ռաունդը արժևում է եւ Իսրայելա-Լիբանանյան պատերազմ կարող է լինի եւ Գազայում ռազմական գործողությունները կարող են շուտով վերականգնվել եւ Իրանի հարվածները պետք է լինեն իմ ենթադրաբար, որովհետեւ եթե կամ Իրանը գնում է միջուկային ծրագրից հրաժարում եւ բալիստիկ հրթիռների ծրագրի հրաժարում կամ ուրեմն տեղի է ունենում որտեվ Իրանը հիմա արագ վերականգնում է բալիստիկ հրթիռների ծրագիրը եւ այդ մասին է զգուշացրեց հենետին, ասես մենք գիտենք որ դուք վերականգնում եք այդ ծրագիրը։ Իսրայելն է զգուշացնում է մենք չենք կարող թույլ տալ որպեսզի Իրանը իր կարողությունները վերականգնվի։ Երկրորդ հարվածը ենթադրաբար ավելի դաժան է լինելու, ավելի խոցելի է լինելու, հարվածվելու են այնպիսի կետեր, որտեղ արդեն որից հետո Իրանը էլ ավելի խորը ճգնաժամի մեջ հայտնվեր։ Այսինքն մեզ ձեռնտու է իշխանափոխությունը հայերին ամբողջ աշխարհի, որտեղ մենք կունենանք հարևան Իրան, բայց այստեղ էլ մի բան կա, որովհետև հիմա տեսեք, այսօր խոսում էին, որ ասում էին նաև չհարվածելու պատճառներից մեկը այն է, որ առաջին անգամ մենք միջամտեցինք Իրանի իրադարձություններին եւ իշխանության եկան այաթոլլաները Խոմեյնիի գլխավորությամբ, ինչ երաշխիք կա, որ մենք հիմա միջամտենք իշխանապողություն անենք եւ ներսից ինչ որ մի ավելի վատ ծայրահեղական հակաամերիկյան ուժ չգա իշխանության։ Սա էլ են մեկնաբանում, ես չգիտեմ, սա որքան որպես պատճառաբանություն է, ինչ է եւ այլն, բայց դե Թրամփը ինքը ասում է, չգիտես ինչի շահին չի վստահում, այն դեպքում որ շահը Ամերիկայում ապրած ասում է ամեն ինչ պատրաստ եմ անել, շահի հեղինակությունը բարձրացնում է, բայց այս Ուիտկոֆը հանդիպեց շահի հետ իջայլոց, շահի որդու նկատի ունեմ, էլի թագաժառանգի այսպես ասած։ Հանդիպեց նրա հետ, ինչ որ բան են քննարկել, հիմա հասկանանք, բայց ինչ որ տարօրինակ բակ կատարվում է եւ այս պատմությունը չի ավարտվել հաստատ, սա կարող է հարվածի պատահական, որտեղ մենք գիտենք, որ հիմա գնում են ավիակիչները հարավ չինական ծովից գնում են դեպի մերձավոր արևելք։ Մենք գիտենք, որ երկու ավիակիր, կարծում մեկը Ռուզվելտն է, մյուսը մտքից թռավ։ Իսկ դա կարևոր է, այսինքն կամ ամերիկացիները չեն հասցրել ուժերը կենտրոնանան Քաթարից եւ Սաուդյան Արաբիայից եւ շրջակա տարածքից, որտեղ ամերիկան ավիաբազա ունի, այնտեղից անձնակազմը հեռացվում է, որպեսզի պատասխան հարվածների ժամանակ չկպնի։ Համենայնպես մինչեւ այս պահին զեկուցվում է, որ այդ Քաթարից դատարկվում է, մենք չգիտենք, կարող է հարվածը լինի վաղը, կարող է մի շաբաթից, կարող է մի տարուց mid-term election-ից հետո, համենայնպես իրենց հաշվարկներ ունեն, բայց այն որ Իրանը շարունակում է լկտի անալ եւ շարունակում է իրան լկտի պահել, շարունակում է Ռուսաստանին զինել, որը էլի դուր չի գալի ամերիկացիներին, որ իրենք ուզում են պատերազմը ավարտեն, բայց Իրանը շարունակում է տեխնոլոգիաներ տան, շահիդների նոր սերունդներ տալ եւ այսպես շարունակ։ Դրա համար եթե Իրանը չհանգստանա, իսկ Իրանը կարծես չի հանգստանում, այդ հարվածները կլինի։ Իսկ այ հիմա եթե հարվածները լինի հատկապես այս կոտորածից հետո, դա կարող է ժողովրդին էլ մեծ թափով ոտի կանգնի, որտեղ այս կոտորածը ինչ որ արեցին իրանց ժողովրդի նկատմամբ, սա չի մոռանալու ժողովուրդը։ Եվ անգամ այստեղ ռեպորտաժներ են տալի, ինչպես են քրդական Իրանի քրդերը զորքեր ստեղծել եւ ասում պատրաստ ենք կռվել ուրեմն Իրանի իշխանությունների դեմ։ Մեզ զենք է պետք, որպեսզի մենք զենքը տվեք, մենք գնանք իշխանությունը գրավենք։ Կոպիտ ասած, այսպիսի ռեպորտաժներ են արդեն ամերիկյան ալիքները պատրաստում եւ տալի։ Այս խաղը բարդ է, ուրեմն պետք է հասկանալ հիմա ինչ տեղի ունեցավ, դեռ ինչ մտահոգություններ կային, որ այս բանը չհարվածեցին, որտեղ ըստ էության տեսեք, Թրամփը հույս տվեց Իրանի ժողովրդին եւ կարծես խաբեց եւ չարեց։ Հա, այդպիսի տպավորություն, հա, բայց ես չեմ կարծում, որ այդպիսի հայտարարությունը, ինչքան էլ ինքը էքսցենտրիկ բաներ սիրում է, այդպիսի հայտարարություն, որ ինքը արել է, չմտածված էր կամ չխորհրդակցված էր օրինակ, հա, որովհետեւ եթե դա չխորհրդակցված էր, դա շատ վատ է, բայց ես չեմ կարծում որ այդպիսի հայտարարություն որ գրեց որ պատրաստվեք գրավեք եւ այլ այսպես շարունակ սա գուցե նաեւ եթե ոչ հիմա ապա ապագա շարժման համար է այսպես ասենք հա որ երբ որ ամերիկան հարվածի մարդկաց մեջ մնաց չէ որ Թրամփը ասել է գնացեք գրավեք վերցրեք եւ այլ այսպես շարունակ հա այդ ժամանակ կարող է մեծ ողջավորության պայով գնան եւ վերցնեն գրավեն Ամերիկայի հարվածներից հետո ապրենք տեսնենք ամեն ինչ հնարավոր է ես չեմ ուզում առաջ ընկնեմ բայց այն որ այս պատմությունը ավարտված չի ու այս տարի շատ այսպես ասում հետաքրքիր տարի է լինելու դա միանշանակ Շնորհակալ եմ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքական վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանի երևացող QR կոդով։